այսօրվա առավոտյանից հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ Արտաշատի ուժեղ Հայաստան տարբեր գրասենյակներում եւ շուրջ 14 արդեն գնալով մարդկանց քանակը ավելանում է եւ չեն կարողանում ուղղակի հաշվի պահել շուրջ այս պահին արդեն շուրջ 14 անձիկ բերման են ենթարկվել առավոտվանից փորձում ենք ճշտել թե այդ անձինք որտեղ են տարել ինչ կարգավիճակով ինչի համար որևէ ձևով ինֆորմացիա մեզ չի տրվում նաև նշեմ որ առավոտյանից փորձում ենք հակակոռուպցիոն կոմիտեի այստեղ մուտք գործել շենք փորձել իրականացնել մեր վստահողների պաշտպանությունը սակայն մինչև այս պահը դարձյալ արգելվում են մեր մուտքը եւ չեն թողում որպեսզի մենք բարձրանանք իրականացնենք անձանց պաշտպանություն Իսկ տեղեկություններ ունեք մեղադրանք արդեն առաջադրել Չենք կարող ասել, որովհետև նորից եմ ասում, որևէ տեղեկություն չունենք, ինչի համար են անձանց տարել, ինչ մեղադրանքով, ինչ կասկածանքով եւ դարձյալ քիչ առաջ փաստաբանը որոշակի ճշտեցինք որոշ տարբեր միջոցներով վստահորդներից մեկը գտնվում է այս պահին այս շենքում, իրականացնում են հարցաքննություն Նրա հարազատները դիմել են փաստաբանին, որպեսզի գնա մասնակցի իրականացնի պաշտպանություն, սակայն դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը, որպեսզի նա բարձրանա եւ տարական այդ իրավական օգնությունը ցույց տա անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի պաշտպանի ներկայությամբ, դա եւս արգելվում ու խոչընդոտվում է համատարած խախտումներով, համատարած խոչընդոտներ են ստեղծում եւ Այս պահին տարական մարդու տարական իրավունքներ են ոտնահարվում, պաշտպան ունենալու իրավական օգնություն ստանալու իրավունքը։ Այսինքն այդ 14 անձանցից միայն մեկն է այստեղ։ Ոչ միայն մեկ, այլ մի քանի անձանց արդեն փորձել ենք մեր տարբեր ճանապարհներով ճշտել, ես չեմ կարող կոնկրետ ասել, թե բոլորն էլ այստեղ են։ Հնարավոր է մի մասը այստեղ են, մի մասը անհայտ ուղղությամբ այլ տեղ, այլ վարչական շենքում որևէ տեղեկություն չունենք, պաշտոնական չգիտենք ով որտեղ է, որպեսզի կարողանանք իրականացնել այդ անձանց պաշտպանությունը։ Այն վարկածը, որ կրկին բարեգործության արգելքն է խախտվել, դուք հետում եք, հաստատում եք, թե ինֆորմացիա չունեք դրա մասին։ Այս պահին ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեղադրանք է, ինչ մեղադրանքով են անձանց ձերբակալել, բերման ենթարկել եւ չեմ կարող պաշտոնապես հայտնել։ Ցանկացած բան կարող են ասել, ցանկացած Իհարկե ընդունված է, ինչպես տեսնում ենք, համարյա բոլոր այդ բերման ենթարկվածներին, ձերբակալվածները մեկ մեղադրանք բարեգործության արգելք են իբր խախտում, իբր ընտրակաշարք են բաժանում, իբր այսպես կոչված պայմանավորություններ են ձեռբերվում։ Լավ, այդ ո՞րն է հանդիսացել այս անգամ։ Նախորդը ենթադրենք ձայնագրություններ հրապարակել է հակակոռուպցիոն այս անգամ ի՞նչն է։ Ես տեղեկություն չունեմ, ես նորից եմ կրկնում, որ հայտնի չի թե այդ անձինք ինչ կասկածանքով, ինչ հիմքով են բերման ենթարկվել, բարդ իրականացող մարմին եւ կոնկրետ ինչ գործողություն, այս պահին մենք չգիտենք էլ թե ինչ գործողություններ են այդ անձանց հետ կատարվում, որպեսզի հասկանանք, ցեզ էլ ասենք։ Շնորհակալություն։